Ցուցարարներն ընդհատել են միջուկային էներգիայի գագաթնաժողովը։ Այն պահին, երբ գագաթնաժողովը հյուրընկալող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին ողջունում են Խորվաթիայի վարչապետին, Greenpeace-ի ակտիվիստներից մեկը հայտնվում է հարթակին։ Միջուկային էներգիան հավասար է էներգետիկ անապահովություն պաստառով։ Կոստյումով ու փողկապով ցուցարարին անվտանգության աշխատակիցները ուժով հեռացնում են տարածքից։ Եվս մեկ ցուցարար է մոտենում ու բացում պաստառը։ Միջուկային էներգիան սնուցում է Ռուսաստանի պատերազմը գրությամբ։ Ապա դիմում Մակրոնին։ Մակրոնն արձագանքում է։ Ֆրանսիական մամուլը նաև կադրեր է տարածել, թե ինչպես են շենքից դուրս ակցիա իրականացնող մի խումբ ակտիվիստների բերման ենթարկում ժամանող ավտոշարասյունները արգելափակելու փորձի համար։ Թեև Ֆրանսիան ունի ուրանի հարստացման սեփական տեխնոլոգիական ցիկլը, բայց նաև ներմուծում է հարստացված ուրան, այդ թվում Ռուսաստանից։ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց 4 տարի անց էլ միջուկային էներգիայի եվրոպացի արտադրողները չեն հրաժարվում Ռոսատոմի մատակարարումներից։ Միջուկային վառելիքը ռուսական էներգիայի վերջին աղբյուրն է, որը դեռևս ներմուծվում է Եվրամիություն։ Փարիզի Արվարձանում այսօր աշխարհի առաջնորդները հանդիպում են քննարկելու եւ խթանելու միջուկային էներգիան։ Գագաթնաժողովին մասնակցում է նաեւ Հայաստանի վարչապետը։ Ես մեղավոր եմ, որ գագաթնաժողովում խնձորը առանց կտրելու եմ բերում։